արդեն գրեթե ամիս ու կես գործում է համընդհանուր ապահովագրությունը, բայց արյուտես, որ շատ բուժկենտրոններ կան, որոնք որ չունեն այդ գնացուցակը, չունեն կոդերը, չեն կարողանում այդ կոդերով պացիենտներին սպասարկել։ Շատ տարբեր բուժկենտրոններից իմ ունեցած ծանոթները եւ կոնտակտները ասում են ուրիշ կոդով սպասարկեք, մինչեւ կլինի։ Նման կերպ առողջության ապահովագրություն չեն ներդնում իմ խորին համոզմամբ։ Եվ մենք այսօր հավաքվել ենք ոչ թե որ ասենք, որ այ ինչ վատ է ստացվել, ապահովագրությունը մեզ պետք չի եւ այլն, այլ հավաքվել ենք, որպեսզի այդ բացերը վեր հանենք, առաջարկներ ստեղծենք, ուղարկենք համապատասխան մարմիններին, որպեսզի շտկեն, որովհետեւ մենք այստեղ 5 հոգի նստած ենք, վստահ ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը անհրաժեշտություն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության համար եւ փրկողակա Հայաստանի պացիենտների համար։ Բայց ոչ այս կերպով, ոչ բուժաշխատողի տանջանքը կոպեկներով վարձատրելու հաշվին, ոչ այն մեթոդաբանությամբ, որով որ հիմա արվում է, որովհետեւ առողջության համընդհանուր ապահովագրությունը պետք է լուծի հարցեր, ոչ թե առաջացնի նոր հարցեր։ Մենք իհարկե հրավեր կուղարկել ենք Ազգային ժողովի առողջության մշտական հանձնաժողովի քարտուղարություն եւ խնդրել ենք, որպեսզի ներկայացվածություն ապահովեն։ Ուղարկել ենք առողջապահության նախարարություն, խնդրել ենք կամ նախարարը կամ կոմպետենտ մասնագետով, որ առօրյայում զբաղվել է այս համակարգի ներդրմամբ, ներկա լինի։ Ուղարկել ենք նաեւ ապահովագրական նորաստեղծ հիմնադրամ իրենց բոլոր մեյլերին իդեպ։ Եվ խնդրել ենք, որպեսզի ներկայացվածություն լինի, որ կարողանանք կոնստրուկտիվ միջավայրում քննարկենք, լսենք մեր ասած հարցերի հակափաստարկները եւ դա անենք բաց, թափանցիկ կերպով մեր գոլեգաների, իրավաբանների, լրատվամիջոցների առջև, ու մենք դրանից չենք խուսափել, չենք խուսափում եւ չենք խուսափի։ Եթե նույնիսկ զբաղվածության պատճառով պատասխանատու մարմինների ներկայացուցիչները չեն կարողացել գալ, մենք պատրաստ ենք այս քննարկումը մեկ անգամ էլ կազմակերպել եւ մեկ անգամ էլ այդ նույն առաջարկը անել։ Բայց ինչևից է, ուղարկել ենք հրավերները, ավաղ տեսնում եմ, որ մեր գործընկերները չեն կարողացել ներկա լինել։